Բացառիկ եմ այն առումով, որ երկար տարիներ հեռուստացույց չեմ ունեցել, բնականաբար նաև չեմ նայել, բայց ինչ-որ ժամանակահատված նվիրեցին հեռուստացույց, որը փչացավ և նորից դադարեցի հեռուստացույց նայելուց, բայց այն ժամանակահատվածը, երբ հեռուստացույց էի նայում, օրերից մի օր ալիքները փոխելով կանգնեցի ինչ-որ մի հաղորդման վրա, երիտասարդներ էին, զինվորականի շորերով, խոսում էին բերանները ծամածառելով, մեկը մեկին ծաղրելով, ոչինչ չհասկացա, հաջորդ օրը, երբ ավելի փորձառու հեռուստադիտողի հարցրեցի, հա, ասեց, իմացա, ասեց, բանակում սերիալն է, ասեցի, բայց ծաղրում էին իրար, ծաղրում էին նաև մեր բանակը, դե ասեց էդ է, ուզում ես նայի, ուզում ես մի նայի, հետագայում հասկացա, որ փաստորեն մեր բանակի պարտության մեջ այդ սերիալը ունեցել է նաև իր լուման, բացի այդ, երբ իրար բանակում իրար վրա էին կրակում և սպանում, նմանատիպ մի այլանդակ հաղորդում էլ կիսաբաց լուսամուտներն էր, որ մի կիլո բրինձի, մի կիլո մակարոնի համար գալիս էին և իրենք իրենց խայտառակում, ամբողջ հանրապետությունով մեկ, և երբ իմացա, որ այդ հաղորդումը երկար տարիներ է գնացել, անչափ զարմացա, և ընդհանրապես նման հաղորդումները և սցենարիստներին, և ռեժիսորներին, և հաղորդավարներին պետք է կանչել պատասխանատվության,